Նոր Նորքի թաղապետը եւ իր ենթականները դաժանորեն ծեծի են ենթարկել ակտիվիստին։ Ըստ ձեզ Ավինյանը սա կդատապարտի թե կարդարացնի։ Դատապարտելի արարքա պետք է դատապարտի, իհարկե։ Իսկ Ավինյանը ըստ ձեզ ինչպես կվարվի։ Չեմ կարող ասել ինչպես կվարվի, դա արդեն կողջունի։ Իհարկե ոչ։ Եթե օբյեկտիվ աշխատող մարդ է, չպետք է արդարացնի արարքը։ Կապ չունի, թեկուզ նախագահը, թեկուզ վարչապետը, եթե անօրինական գործ անում, ասենք ծեծել, անպայման պիտի դատի։ Բայց Ավինյանը ինչպես կվարվի։ Ինչ իմանամ, եթե իսկապես Հայաստանի քաղաքացի է եւ ղեկավար, եթե անպայման դատի տա։ Չգիտեմ, տանուկ չեմ։ Ես չկամ։ Դժվար։ Ավինյանը հազիվ ծառերը կտրի, ինչ դատապարտել, ինչ բան, աջիկ ջան։ Այսինքն կարդարացնի թաղապետի արարքը։ Հա, բավարար։ Ես տենց եմ մտածում։ Մի հատ խելոք բան արել են, որ տեսնենք, չեն արել, չէ։ Բա, տեսնում ես։ Ես Ավինյանի անունը չեմ ուզում լսեմ այդ ծառերի համար։ Այդ ծառերի համար թող ինքը իմանա իրան այն դարերով չենք ներելու։ Միայն ծառերի։ Չէ, միայն ծառերը չէ, բան ես, բայց այդ ծառերը այս սենց կոկորդների սան նստել, իմացար։ Կներեք, ես այդտեղ չեմ կարող մասնակցել։ Իսկ Ավինյանը ձեզ դա կդատապարտի թե կարդարացնի։ Մի բան ասեմ, քեզ կներես, ավելի ճիշտ էլի։ Ես այս 4 հոգու ղեկավարված երկիրը չտեսա արդյունքի։ Հասկացաք։ Նոր Նորքի թաղապետը եւ իր ենթականները դաժանորեն ծեծել են ակտիվիստին։ Ըստ ձեզ Ավինյանը սա կդատապարտի թե կարդարացնի։ Ծեծել է։ Այո։ Նորքի թաղապետը։ Չեմ լսել ես Նորքի բնակիչ եմ, բայց չեմ լսել այդ մասը։ Ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Չեմ կարող ոչինչ ասել։ Ոչինչ չեմ կարող ասել։ Եվ ամեն դեպքում Ավինյանը ինչպես կվերաբերվի սրան։ Եթե ուզում եք օրենքով լինի, պետք է նրան վռնդի, հեռացնի։ Նու դատի տանա։ Եթե ուզում եք իմանաք ինչ կլինի, կարող եք պատահի այնպես, ինչպես միշտ է եղել։ Այսինքն արդարացնի։ Նույնիսկ ներվի, չէ, չարդարացվի, ներվի, պարզապես ներվի, առողջ եք։ Դժվար է դատապարտել, որտեղ մի անգամ էլ չէ, Նիկոլ վարորդներից մեկը անցավ ու ոչ մի արդյունք չեղավ, ինձ թվում է ոչինչ չեն անի։ Անկեղծ ասած, ոչ մի անգամ այդ շփում չեմ ունեցել։ Ես իմ գործով աշխատանք ունեմ, իմ աշխատանքով զբաղված։ Անկեղծ ասած, նոր եմ ձեզանից լսում, որ տենց աշխատում եմ հայկական լուրերը ընդհանրապես չեմ նայում, մենակ ինֆորմացիա լինի։ Ավինյանին պետք է դատապարտել իմ արժեք։ Ավինյանին Նիկոլի հետ միասին պետք է տանեն մի հատ լճի գետի մեջ լքցեն, խեղդեն դրանց, որ մեր ժողովուրդը հանգստանա։ Անկեղծ, սաղ տենալի է պետությունը։ Անկեղծ իմ սրտով չի, որ Տիգրան Ավինյանի նմանն է Երևանի քաղաքապետ է, որովհետև ինքը իրավունք չունի քաղաքապետ կոչվի, որովհետև ինքը առաջինը դիվանագիտությունից շատ հեռու անձնավորություն է, ինքը ընդհանրապես միջնակարգ կրթություն չունի, էլ չասեմ ընդհանրապես ինքը ինչ դասին է պատկանում։ Ուղղակի դիմացս իքական սեռը, թե չէ ազատ կասեի։ Ինքը, որ համասեռամոլ է, կներեք 1000 անգամ արտահայտությանս համար, նմանատիպ մարդ են, որ չգիտեմ, ինքը իրավունք չունի էլի քաղաքապետ կոչվի, որ մնաց նմանատիպ դեպքը ինքը արձագանք տա ու այնպես, որ տուժողից տրտով լինի կամ տուժողին ինչ-որ փոխհատուցում տան, հնարավոր չի տենց բան։ Հարգելի վարչապետ, ես չգիտեմ դուք որտեղից եկաք մեր ազգին ղեկավար որպես, բայց ձեր հայրը ճիշտ էր ասում, որ դուք հոգեկան հիվանդ եք, ժողովուրդը ինչա ձեզ ընտրել որպես վարչապետ, դուք էլ նույնպես դիվանագիտությունից շատ հեռու մարդ եք, նույնպես չունեք ինչ-որ միջնակարգ կրթություն, դուք անգրագետ եք, էլ չեմ ասում այն ամեն ինչը, որ դուք 20 թվականին այդքան անմեղ երեխու գլուխ կերաք, ամոթ չեք անում 10,000 զինվորի գլուխ կերաք, դեռ չեմ ասում, որ
4-5 տարի անհետ կորածներ ու գերիներ կան։ Ադրբեջանի դատարաններում տենում եք ինչ են անում մեր երեխեքին, ամոթ է, 1000 ամոթ, թքեմ ձեր երեսին։ Այսքան բան։